Այսօր ձեզ ցույց կտամ, ինչպես ենք պատրաստվում վիրահատությանը։ Արդեն վիրասրահից կանչել են։ Հետևաբար վերցնում ենք գլխարկը, ականջիկները, որովհետև կարևոր զանգեր կարելի է եւ ստանալ վիրահատության ժամանակ եւ այսպես հարմար է, ակնոցները շատ նուրբ տեղերում եւ մութ տեղերում աշխատելու համար, լավ տրամադրության համար երաժշտական համակարգը եւ գնացինք վիրահատարան։ Պետք է ակնոցները սկզբից հագնել, որովհետև հետո երբ ստերիլ ենք դառնում, արդեն էլ չենք կարողանում այս ակնոցները հագնել, իսկ այս ակնոցները պետք է ոչ միայն հագնել, այլ նաև հարմարացնել աչքերին։ Եվ անպայման ստուգել, որ տեսադաշտը օպտիմալ է։ Գնացինք մշակվելու։ Սկսում ենք ձեռքերը լվանալ ջրով եւ օճառով։ Պիտի լինի այսպես սպունգ եւ խոզանականման փոքրիկ մաս, որպեսզի լավ մաքրենք։ Անհրաժեշտ է 2 րոպե։ Եվ ինչպես տեսնում եք, ոտքի սխմումով եմ ջուրը միացնում, որտեղ այլևս ձեռքերը պետք է չկպնեն ոչ մի տեղ։ Եվ սկսում է 2 րոպե մաքրություն։ Ինչպես ասեցի, երբ որ սկսվում է լվացվելու process-ը, այլևս ոչ մի տեղ կպնելու իրավունք չունենք։ Ինչպես ջուրը պետք է միացնել։ Ջուրը միացնում ենք ոտքը սխմելով եւ լվացվելով։ Մտնում ենք վիրասրահ եւ երկրորդ этаպը։ Արդեն ասեպտիկ նյութերի միջոցով ձեռքերի մշակում։ Մանրակրկիտ ձեռքերի մշակում 3-4 անգամ։ Սա հատուկ ասեպտիկ օճառ է։ Հաջորդը ստերիլ հանդերձանքն է վիրահատական, որը հագնելու համար մեզ կօգնի մեր սիրելի օպերացիոն բուժքույրը։ Վերջապես ձեռնոցները։ Ես պատրաստ եմ սկսելու, միացրեցինք լույսս, խնդրում եմ միացնել վիրահատական սեղանի լույսը, երաժշտությունն էլ, առանց երաժշտության ոչ մի տեղ չենք գնում։